Մի հատ քարտը փնկելխին սատկացն է։ Հայ իրավաբաններին անհանգստացնում է, ինչու է ազատության մեջ այս պարոնը։ Ջինդար Էդո թե Ջնդոյի հա ինչ-որ այդպիսի Ջնդոյի Էդո անունով հայտնի Էդվարդ Ստեփանյանը Գառնիի բնակիչ է, որ Կիրակի մասնակցել է Փաշինյանի կրոնական թափառախմբի պատարակ անունով միջոցառմանը։ ՔՊ կուսակցության մամուլի օրգանին տված հարցազրույցում նա կաթողիկոսի հանդեպ բռնության կոչ է անում։ բռնության կոչ տարածելու համար տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելով պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի։ Դավիթ ջան, երկու բառ ասա։ Իշխանություն լրատվականը պարզել է, որ 70-ամյա Ստեփանյանը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է։ Մի բռնության կոչ է անում, մտածում ես գուցե եւ չի վերարտադրում եւ գուցե հոգեպես անառողջ չէ, հա, դատողություն է գալի, եւ որ լսում ես այդպիսի բանը, մտածում ես կաղ այս մարդը լավ, կաղ առողջ չի, ուղղակի իրան միկրոֆոնը մոտեցրել են, ինչ որ կարծիք են։ Մի ամբողջ ինչ որ հանրային սպասարկման բաժին ղեկավարող թե բաժնում աշխատող մարդ է։ Դատախազությունից այլուրին հայտնել են, որ ուսումնասիրում են Գառնեցի տղամարդու հայտարարությունը։ Ֆարմանյանն այսպիսի սցենար է կանխատեսում։ Իրենք պատրաստ են այդպես մի քանի դրվագ, հա, այդ ներքևի էշելոնից անձանց մատաղանել, այսպես ասած, չպաշտպանել, եթե նույնիսկ պատասխանատվության էլ ենթարկվեն, նա մի օր չի նստելու։ Մինչ դատախազությունն ուսումնասիրում է այս գործը, պոլիտիկը հայտնում է, որ Էդվարդ Ստեփանյանը գլխավոր դատախազի քեռին է։ Դատախազությունից այլուրին հերքել են այս տեղեկությունը։ Բայց այն, որ Փաշինյանի թիմակիցները իրենց անպատժելի են համարում, նկատում է նաև Մարինե Ֆարմանյանը։ Գիտեմ, որ ինչ որ բաներ եկեղեցում պիտի հավաքվեն, ծափահարեն ու հեսա շուտով երևի սալյուտներ կխփեն, էլի։ Ըստ իրավաբանի հանցակազմ կա նաև Փաշինյանի շաբաթօրյա ուղերձում։ Այդ օրը նա թույլատրել էր ինչ-որ մարդկանց բողոք արտահայտել, երբ պատարակի ժամանակ հնչի վեհապարի անունը։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարակի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Առերևույթ հանցանք է արկա, որովհետեւ անձը իր ծառայական լիազորությունը օգտագործելով կամ դրանց ազդեցությունը օգտագործելով առերևույթ կատարել է հանցագործություն եկեղեցին աշխարհում։ Վտանգաշատ նախաձեռնություն է անվանում Ֆարմանյանը Փաշինյանի այս արարքը։ Կարող էր անդառնալի հետևանքներ տեղի ունենալ, բախումներ տեղի ունենալ, բացահայտ քաղաքացիական բախում, քաղաքացիական պատերազմի հրահրման էլեմենտներ, որոնք կարող էր տեղի ունենալ եկեղեցում, հեսա խայտառակություն է։ Բարեբախտաբար Փաշինյանի կոչը այս Կիրակի տեղ չի հասել, նկատում է Ֆարմանյանը։ Նիկոլ Փաշինյանը այստեղ պարտվեց, որովհետև ոչ մեկ չգնաց ու այդ գործողությունը չարեց։ Նիկոլ Փաշինյան թող իմանա, որ իր կոչը չի աշխատել։ Մայրաթորից նույնպես այլուրին հայտնում են, որ Կիրակի արտառոց միջադեպեր չեն գրանցվել կանոնական պատարակներին։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։